Երևանի քաղաքային իշխանությունները հիմա էլ շենքերում են թունավորում բնակչությանը։ Ողջույն սիրելի բարեկամներ, այսօր պատմելու եմ, թե Դավթաշեն թաղամասում ինչպես են շենքերը վերանորոգում անորակ ներկերով, ավելի շուտ թունավոր քիմիկատներով։ Այս այս ներկով ցույց տու Արմեն, այս ինչ ներկով է։ Արիկոն։ Ռաստվարիցիլ է էսի։ Ռաստվարիցիլով բացում են ներկը։ Հա, ինչա թե էժան է երևի։ Դե էժան է, ստե ինչա գրած։ Не принимать внутрь, берите от детей, работать на открытом воздухе или в хорошо проветриваемом помещении вдали от источников искрообразования, используя средства индивидуальной защиты, резиновые перчатки, респиратор. Իրականում այս արիկոնը շատ վտանգավոր քիմիական տարրեր է պարունակում եւ վտանգավոր է առողջության համար։ Վտանգավորության հակիրճ նկարագրությունը։ Նախ ծայրահեղ բռնկուն, դյուրավառ հեղուկ է։ Դրա գոլորշիները օդում ձևավորում են պայթունավտանգ խառնուրդ։ Թունավոր է կուլ տալու դեպքում, թունավոր է, եթե ընկնի մաշկի վրա, մահացու է շնչելու, ներշնչելու համար, այսինքն շնչելու դեպքում, ենթադրվում է, որ տվյալ նյութը կարող է բացասական ազդել, ուրեմն վերարտադրողական ֆունկցիաների, կարճ ասած երեխա ունենալու վրա կամ հղիների վրա։ Չբերություն առաջացնել է։ Ну, չբերություն չէ, նիրադիվշիվսի ռիբյոնկը։ Ну, էս վերևը։ Խիստ վտանգավոր նյութերը։ Թե վտանգավոր է, շատ վտանգավոր, այսինքն մենք պիտի ուրախ լինենք, որ այս մեր փակ միջանցքում չենք պայթե։ Հիմա մենք միացնենք, տեսնենք Դավթաշենի թաղապետարանի կոմունալի պատասխանատուն ինչ է խոսում ու ինչ տոնով է խոսում։ Մալկանունը Ղազարյան։ Ղազարյան Վարդան, դուք ինչ պաշտոն ունեք այդտեղ։ Գլխավոր մասնակիցն եմ կոմունալ բաժնի։ Շատ բարի, ես լրագրող Նարնե Կիրակոսյանն եմ։ Ով է վերահսկում որակը։ Մենք կոմունալ բաժինը ես եմ վերահսկում։ Կարող եմ ես որպես բնակիչ ձեզ հրավիրել գայք այդ օրը, որ ձեզ գրել էի, դուք ինքներդ հոտը քաշեիք։ Ահա, 2-3 օրվա մեջ իհարկե այդ հոտը ծնդել է, չէ՞, ճիշտ է։ Եթե վերանորոգում է կատարվում, ասենք դուք էլ ասում եք թունավորվել եք, ես էլ ասում եմ թունավորվել է, բժիշկն էլ էդի կրիզատվել, թող գրած կա, որ ներքից է թունավորվել։ Իսկ որ ասեք որակի է խնդիր, լիֆտի կողքն փչե, այո, մարդը զանգացում է լիֆտի կողքն փչե, գնացել եմ բերել եմ ցույց եմ տվել, որ արում ասեմ դու լիֆտի կողքը փչել եք, շատ վատ է, դու մարդու լույսը փչել եք, շատ վատ է։ Իսկ չմա թունավորվելու վերաբերյալ ես փաստ կա, որ թունավորվել եք։ Մենք հա դերողություն խնդրենք ասենք կներեք, վերեցինք այդ բանը, ռասպարիցելը մի լիտր խառնենք, 5 լիտր խառնենք, որտեղ 36 կողքի շենքը ես էի ապրում, ես թունավորվա երեխեքից հետ միասին։ Հիմա ասում եմ Ալբան, հա, Ալբան ներկով են մենք։ Ասում եմ դե այդ եմ ասում, ռասպարիցելը թունավորվում են։ Ասում կա 5 լիտր ռասպարիցելը ինձ թունավորվել է բժիշկն ասում է։ Ընդհանրապես իրայ չեն խառնում ռասպարիցելը։ Որ չեն խառնում, հետաքրքիր է ինչ է խառնե բան։ Թաղապետարանին ինչ կասես։ Ոչ բան չեմ ասել, ասեմ իրանց տներում վեճնի սենց ռեմոնտ է լինում։ Անուշ քնեն։ Դե բայց իրանք կարող է տաքսի կամ անեն։ Լավ, արզա։ Սա միջանցքն է, որը ներկվել է, տեսնում եք, ներկված նորոգված վիճակը։ Հիմա սա Երևանյան ԴՍԿ նախագծի շենք է։ Պետք է ուշադրհատուկ ընդգծել, որ այս կարգի շենքերում բնակարանների միջև եղած տարածքը, միջանցքը ինքը օդափոխվող չէ, այսինքն դու այս դուռը պիտի բաց թողես եւ նույնիսկ այդ դեպքում օդի հոսանքի շրջանառությունը չի ապահովում։ Հիմա մեկը տանն է կարող է բացել դուռը, մյուսը ոչ։ Իսկ այդ ներկանյութի կոնկրետ լուծիչի վրա օրինակ ռուսերենով շատ պարզ զգուշացված է, որ այն
պետք կարելի է օգտագործել բաց տեղանքում եւ լավ օդափոխվող տարածքում։ Հիմա այս միջանցքը նույնիսկ մեծ ցանկության դեպքում չես կարող ասել, որ լավ օդափոխվող տարածք է։ Սանդղահարթակները այո, բաց են եւ օդափոխվում են, այնտեղ օդ է խաղում։ Այստեղ օդ չի խաղում։ Եվ եթե դու դա ներկում ես, այդ գոլորշիներն էլ օդի մեջ կուտակվում են, ինքը դառնում է հենց գազախցիկ։ Ես հասկանում եմ, բոլորն էլ հասկանում են, որ դա տևում է, ասենք կարող է տևել 1-2 օր, բայց կներեք թունավորվել հնարավոր է նույնիսկ մի քանի ժամում։ Այդ մեր նոր վերելակը նայեք ինչ են արել։ Լրիվ նոր ու շատ վատ աշխատում ենք անեն այսպես կոչված վերանորոգիչները, սաղ ներք, էլ չեմ ասում, տեսօր գիշեր չենք կարողացել քնենք, սաղ կեղտոտել են, մուտքը ներկելու տեղ փոշի էր, կռիվ դավի, խայտառակ ձևով, սենց չեն վերանորոգում, ամբողջ գիշեր հարևանները վատացել են, ես էլ հետը, այս ացետոնի հոտ, ահա որ չկարնաս շնչես, ու զանգում ես թաղապետարան, վեջները չի չեն վերցնում, թքած ունեն իրանք։ Բարև ձեզ, ոնց եք։ Ուզում եի ոչինչ, ավելի շուտ վատ, այս ներկի հոտից, դուք եք վատած։ Ով կարել ավելի ես հոտից։ Ես եմ ինչ բռակ, ես եմ ինչ ժամկետած զիվիլ եմ։ Զանգել եմ թաղապետարան, ասում եմ բողոք գրեք, ասում եմ ինչ եք, բան շաբաթօրը գայք տեսնենք ինչ վիճակ է։ Կատաստրոֆա է։ Ասում ես չեմ աշխատում, բավա դուք չեք աշխատում, խեք ներկել տղեն։ Հիմա լավ է ձեր կինը։ Հա, արդեն։ Լավ։ Ինչ բան է։ Ամբողջ օրը ահավոր է։ Այսպես հարկ առ հարկ բարձացա հարց ու փորձ արեցի, թե ինչ վիճակ է։ Որոշ մարդիկ իրենց տները մաքրել են, այստեղ չեն մաքրել, օրինակ 4-րդ հարկը մաքրել էր։ Այս հելը ոչինչ, կարևորը հոտն է, ինչքան ահավոր հոտ է գալիս։ Քանի որ Դավթաշենի վարչական շրջանի ղեկավարությունը այդպես էլ չարձագանքեց, ոչ էլ ցանկացավ մեր բողոքը գրանցել, ես զանգահարեցի Երևանի քաղաքապետարան եւ արձանագրեցի բնակիչների բողոքը։ Տեսնենք հետագայում ինչ կլինի։ Չնայած հույսեր չունեմ, արդեն ներկել են, մեզ էլ խեղդել են։ Անում ենք դեպի շփոթությունը դրացեն, որ կատարվող աշխատանքների արդյունքում շենքի բնակիչներն իրենց շփոթությունն են արտահայտում ներքի որակի հետ կապված։ Այո,